Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հատ կարճ ակնարկ անեմ Նարեկ Գրիգորյանի խոսույթին, որ ABB-ն ամենաշատ մրցույթ վարողն է, պարզ պատմություն պատմեմ։ Քաղաքապետարանում ամենաանվորակ ասֆալտ անող այդ ընկերությունն էր։ Երբ որ մատնացույց էի անում, ասում էի խի պետք է աներ ձեր Փամբուխչյանը ու Տիգրան Ավինյանը դոշ էինք տալիս հենց որ լավ ար այդ ընկերությունը։ Տենդեր տվողն եք դուք, ստուգողն եք դուք։ Ում եք մեղադրում։ Այդ ինչ պահված կա։ Չուն պրոստը ուզում հասկանամ, տենդերը դուք հայտարարում եք, դուք ստուգում եք, գալիս ասում եք, չգիտեմ ում բարեկամն է, այո, քանի անգամ կրկնել եմ, Քոչարյանի խնամու, աղբորտու ֆիրմենա։ Հիմի տենդերը դուք տալիս եք, դուք ստուգում եք։ Մի քանի անգամ այդ նույն խնդիրը Լևոն Լևոնյանն ու երևի թե կարող սխալվեմ թող ինձ ներեն, Միքայել Խաչատյանն ասել նույն պատասխանը տվել եմ։ Հիմի հետ վերադառնամ, պարոն Ռուբինյան, թույլ է, գիտեք, ձեր պատասխանը իմ փաստարկներին շատ թույլ էր։ Խոսում եմ, որ Վիվասելի գործարքը չէր կարող կայանալ, անվտանգային խնդիրներ կար, Կիպրոսում ավտոյի դալալ էր առնողը թվացյալ, խոսում եք իմ կնոջից։ Խոսում եմ, որ այդ ընկերության 2 ամիս հետո թույլ են տվել, ինչ որ մեկ է հելում խոսում եմ իմ կնոջ աշխատանքի տեղից, դրա պատասխանը կտամ։ Խոսում եմ, որ հետո Վիվասելում ձեր եղբայրը գնում է կառավարման մեջ մտնում է, խոսում եք իմ կնոջից։ Պատասխանեք Վիվասելի կասկածելի գործարքից, խոսեիք Սոկլովից, խոսեիք մնացածից, հիմա իմ կնոջը անդրադառնամ, սիրելի հայրենակիցներ, իմ կինն ազգային ժողովում աշխատում է 15 թվականին, 17 թվականին վերջին, երբ որ իմ տղան ծնվում է, իմ կինը լինում է ֆիզ արձակուրդի մեջ, 20 թվականին վերադառնալու ժամանակ Տիկին Հակոբյան, որպես կին կգնահատեք դա, տեղի ունենում ՔՊ-ի ստոր նենգ արշավը իմ կնոջի դեմ, հղի կինը 6 ամսեկան, դիմակով գալիս դիմումը գրում ասում է հերավար պիտի աշխատեմ օրենքի պահանջկա պարետի որոշմամբ, կնոջս պատասխանում են մնալ ձեռնպա, ձեր համակարգում կա, դուք մայր եք, 6 ամսեկան որ հղի լինեիք, ձեր տենց պատասխան տայիք, ոնց կգնահատեք, պարոն Ռուբինյան, գնահատեք դա։ Արշավը այսքանով չէր, շարունակվում էր, կնոջս ֆիզ արձակուրդի մեջ եղած ժամանակ, կնոջս աշխատանքից հեռացնում եք, ձեր բազայում կա, մամունի ճնշման արդյունքում, որ ֆիզ արձակուրդ կնոջը ազատում են աշխատանքից, ստիպված մեղանչում եք, եթե չունեք նամակը կտամ ձեզ, այդ նամակն եկել է մեր տուն, որ դուք հեռացրել եք։ Խոսում եք եղբորից, եղբորս հետի աշխատող, Գրիգոր Լուսավորիչում աշխատող բժշկուհիներից մեկի աղջիկը, հիմի ես էլ փորձեմ իր մորը կապել ինչ-որ մեկի հետ, չեմ անի դա, իմ ոճը չի, խոսում ես եղբորիցս, արժանապատիվ կլիներ, որ ասեիր 5 անգամ թոքերը վիրահատված կրծքային վիրաբույժը կովիդի ժամանակ ինչ գիգանտ մեծ աշխատանք է տարել եւ դրա դիմաց պետության գնահատականին արժանացել։ Խոսես 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր ոնց է գնացել ու կյանքեր փրկել։ Շարունակեմ, բայց չեմ անդրադառնա այդ թեմաներին, շատ էժանագին էր։ Բայց Ռուբեն Ռուբինյան, պատասխանեք խնդրում եմ, այս գործարքները մեր երկրում հանք արդյունաբերություն, կապ, ֆինանս կապ, ֆինանս են մեկն ինչ է, տրիպը ման նաև մյուսը, տալիս եք մի ընկերության, որի ծերը չի երևում, ու դա ձեր համար նորմալ է, մատ գնահատեք էդ, բայց ներողություն, ես այսօրվա մեր նոր հերոսին պիտի անդրադառնամ, ում պահվածքը չէր կարելի գնահատել բարեկիրթ, պարոն Կոնջորյան, ձեր պահվածքը ավելի շուտ հանդուգն էր, քան բարեկիրթ, ներողություն եմ խնդրում ես այդ բառերի համար, ձեր պահվածքը, ես մի քանի բան, խնդրեմ թուղթու գրիչով նշում կատարեք, ձեր կնոջ հայտարարագրից կխոսամ, հստակ, այդ հայտարարագրի փորփրող Վահագն Ալեքսանյանին էլ կոչ կանեմ, ինքն էլ ուշադիր նայի այդ բանը, 25 թվականի ձեր կնոջ հայտարարագիրը, ձեր կինը 46 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել, պարոն Կոնջորյան, իր կանխի գումարները դարձել է 12 միլիոն դրամ, նախորդ տարի եղել է 7.5, եկամտահարկով վերադարձել է 61 միլիոն, այնուհետև հանգստի վրա ծախսել եք 5.1 միլիոն, վարկի վրա ծախսել եք 8.6 միլիոն, աբսուրդը գիտեք որն է, եկամտահարկի ու վարկի մարման վրա իրանք ծախսել են շուրջ 17 միլիոն, վարկի մայր գումարը մարել է շուրջ 1 միլիոնով, ֆենոմենալ տնտեսագիտություն է այս, բայց այսքանով հանդերձ 20 միլիոն դրամի տարբերություն է տալիս, 22 միլիոն դրամ արդեն չկա, կորում է, ըստ հայտարարագրի բաց ինֆորմացիա է, չկա, վերցրեք թուղթու գրիչը հրապարակայնորեն, որ ԿՊ-ականը համարձակություն կունենա, հենց հիմա հրավիրում եմ ուղիղ եթերով նստենք իրար հետ քննարկենք այս փաստը։ Հաջորդը շարունակեմ։ Ռուբեն Ռուբինյանի կինը երբ որ գալիս է, անդրադարձ եմ կատարելու նաև ձեր եղբորը։ Ամբողջ ԿՊ-ական խումբը խոսում է, խումբ չասեմ, ներողություն, պատգամավորական թիմը
խոսում է ամեն ինչի չշեղելով Հայկ Կոնջորյանի եղբոր փաստերը, շեղում է, երբ որ խոսում է, չգիտեմ, իմ կնոջից, չգիտեմ ինչից, բայց եկեք մի բան արձանագրենք, 23 թվականին Հայփոստը աշխատել է պլյուսով, 104 միլիոն շահույթ է գեներացրել, Կոնջորյանի կինը ըստ բաց ինֆորմացիայի 24 թվականին նշանակվել է տնօրեն, ճիշտ եմ թե չէ, ձեն չկա, ուրեմն ճիշտ եմ, 24 թվականին արդեն 1 միլիարդ 390 միլիոն մինուսով է աշխատել, 25 թվականին 523 միլիոնով, պարոն Կոնջորյան, ես ձեր խոսքը կասկածի տակ եմ դնում, որ դուք ասում եք, որ ձեր կին ամենացածր աշխատավարձ ստացողն է եղել, ու բացատրեմ ինչի համար, ու դուք պարտավոր եք ձեր խոսքը հիմնավորել, հետ չգնաք Էռնեկյանի կառավարման տարիներին, Էռնեկյանի կառավարման տարիներին կներեք կարող է իր քեռոտողուն բերեր դներ 10 միլիոն աշխատավարձ տար, բայց ինքը պետությունից փող չի վերցրել, պետության վրա բեռ չի դարել, մի հատ ուզում եմ հասկանամ Նիկոլ Փաշինյանը, երբ որ նույն էլեկտրոցանցի դեպքերը լինում էր, չէր ասում, ժողովուրդ, Ռոմանոս Պետրոսյանն է գալու ձեզ բան աշխատավարձ տա, ասում էր ոչ, պետությունն է, մենք ենք գալու ձեր շահառուն դառնանք, երբ որ պետության մասին խոսում եք, իմ համար աբսուրդ է, դա իմ մասնագիտականն է, կարող եմ ժամերով դասեր տալ, այսինքն հիմա եթե մենք նայում ենք, որ մինուսով գնում է մի տարի միլիարդ, դրա տերը վերջում ով է, պետությունն է, մի հատ ուրիշ փաստ ասեմ, 19 թվականին աշխատանքային ֆոնդը եղել է 700 միլիոն, հիմա գիտեք ինչքան է, 1.3 միլիարդ, 1.3 միլիարդ, ձեր կինը ներողություն, որ ասում եք բարձր աշխատավարձ ստացեք, 24 թվականին Հայփոստից ստացել է 11 միլիոն աշխատավարձ ու պարգևավճար, հավասարեցված գումար, ու մեկ էլ այլ եկամուտ 5.1 միլիոն, այլ եկամուտը կներեք որն է, եթե իմ փոխարեն 1000 ներողություն ընդելներ Նիկոլ Փաշինյանը կասեր ռեկետ եք անում, բայց ես ինձ թույլ չեմ տա տենց բան ասեմ անկեղծ, ուղղակի ուզում հասկանամ, փորձել հասկանալ, այդ ինչ է կատարվել ամբողջությամբ եւ դրա պատասխանները պիտի դուք տաք, ուղիղ տաք։ Հիմա ձեր կնոջ հետ կապված պատասխան տվեք 22 միլիոն հայտարարագրի մեջ տարբերությունը ոնց է ձևավորվել, ու մյուս աբսուրդը ասեմ, ժողովուրդ, 18 միլիոնի չափ 22 թվականին վարկ են ունեցել մարդիկ, մարե, այն մի տարին էլ 8-6 միլիոն ուղել են վարկ մարելուն, այդ դրան գումարած եկամտը հարկից էլ մի աշխարհ փող են բան արել իրանք մարել այդ ուղությամբ, էլի։ Այս մարդկանց վարկի մայր գումարը 2 միլիոն չի պակասել։ 21 միլիոն։ Դուք դրա պատասխանը դուք տվեք։ Խնդրում եմ զուսպ լինել եւ բարեկիրթ լինել։ Շարունակեմ։ Պարոն Կոնջորյան, հրապարակվեց փաստաբանն ասեց, որ այն ընկերությանը, որի հետ կապվում է ուղիղ ձեր եղբայրը հայտնի պատմությունները, միլիոն մայնինգի սեփականատերերը, պարոն Կոնջորյան, ձեզ եկի ասել են, որ ձեր եղբայրը առերևույթ խարդախությամբ է զբաղվել, առերևույթ։ Հրապարակողներն ասում եմ իր փաստաբանի տվյալները։ Ասում էր տան վաճառքի գինը մենք սահմանել ենք, ընդունենք 450,000, եկեք խնդրելա որ 440 լինի կամ 430, 10,000 դրամը վերցրել է իրան։ Ես հրապարակայնորեն չտեսա, որ դուք դա հերքած լինեք, հերքում եք մի հատ եկեք հերքեք, բայց եկեք հասկանանք ձեր եղբոր ֆենոմենը։ Եթե նախորդ իշխանությունների տարիներին մեկի եղբայրը բարձր պաշտոնյա, այս պարագայում նաև քաղաքացիական բարձր պաշտոնյա ձեր պարագայում, զրկված էր վարորդական վկայականից, մի քանի ամիս հետո տայն այդ մարդուն, ու նորից գործեր հարուցվեր, ոնց կգնահատեիք դուք դա, ոնց, կամ ուրիշ բան ասեմ, Պարեկների ներկայությամբ ձեր եղբայրը ամենավերջի սեռական բնույթի հայոյանքները մարդու տան դիմաց տալով գնում է։ Ես չտեսա, որ ԿՊ-ականներից ինչ-որ մեկը դրա գնահատականը տար։ Ասեր, գիտեք ինչ կա, ժողովուրդ, ներողություն խնդրեն էլ է պատվաբեր։ Եթե ես միտես սխալ լինեմ, կասեմ ես ներողություն եմ խնդրում, ժողովուրդ, սխալվել եմ։ Մեկ-մեկ խառնում եմ բառերը, ուրիշ եմ ասում եմ ներողություն։ Բայց այս պարագայում, պարոն Կոնջորյան, ձեր եղբոր պահվածքը ինչ էր։ Ուրիշ հարց տամ, նույն ձեր եղբայրը, նույն տարօրինակ այդ միլիոն մայնինգը, Աբովյանում այգի վերցնել 60-րդ հոդված, այդ հետքի հոդվածները, ոչ մի բացատրություն չտվեցիք, ոչ մի, այսինքն մի մարդու ընտրում ենք ազգային ժողովի փոխնախագահ, ով ստերից պահվածքով իմիջալյոս, պարոն Ռուբյան, տեսնեք մա ձեռքերի շարժումը, տեսնեք ինչ շարժումներ էր անում Կոնջորյանը ստեղ կանգնած, մի հատ տես հեմիլ եք անում, հիմա էլ եք անում, գիտեք հարցն ինչ է, եթե կա սար, սարը բոլորին է հավասար, եթե ձեր գործընկերն ասում է, որ չի կարելի ձեռներով անելը սիրուն չի, առաջինը բարեկիրթ եղեք, հետևեք ձեր ղեկավարին, եթե ղեկավարն է ձեր, մյուսը չհասցրեցի հաջորդի կանդրադառնամ Արման Եղոյանին, ով նաև մտքեր էր արտահայտում,
ժամանակի սղության պատճառով։ Ես հաջորդ Վահագն Ալեքսայանի ժամանակ ներողություն կխնդրեմ, մի քիչ կշեղվեմ, մնացած ժողովրդին պատասխան կտամ, հույսով եմ ըմբռնում, բայց ակնկալում եմ հստակ ձեր խոսքերը կասկածի տակ եմ դնում։ Ներողություն եմ խնդրում, 10 վայրկյան։ Ձեր կնոջ 20 թվականից, երբ որ պետական է դարել, հրապարակեք պետական, երբ որ արդեն դարձել է պետական, այդ ընկերության տնօրենների աշխատավարձը ձեր կինը միջև վերջի բարձրացումը ներողություն, ստացել է 11 միլիոն, հետո է դարձել, ներողություն եմ խնդրում, 43 միլիոն։ Պարոն Մանուկյան, ոչ բոլոր ձեռքի շարժումներն են, որ ողջունելի չեն, կա նորմալ շարժումներ, որ նորմալ են։ Դա արդեն նյութի հարց է, էլի ոնց